Պարոն Փաշինյան, իմ հարցը կրկին վերաբերում է ԵԱՏՄ-ին, ճիշտ է դուք հայտարարել եք, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ կազմից եւ նաեւ նշել եք, որ նաեւ ժողովուրդն է որոշելու մնալ ԵԱՏՄ-ում թե գնալ Եվրամիություն, նաեւ վերջերս որոշ տվյալներ են հրապարակվել առևտրաշրջանառության հետ կապված ԵԱՏՄ-ի, ըստ որի եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ կազմից, ապա շուրջ 40% առևտրաշրջանառության անկում կլինի։ Հիմա նաև այս համատեքստում եթե հաշվի չառնենք նաև գազի թանկացման, գազի գնի թանկացման հետ կապված հայտարարությունները։ Հիմա հարցը հետևյալն է. արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունի հստակ պլաններ եւ նաեւ հստակ արդեն նախանշել է կոնկրետ ինչ ապրանքներ, ինչ ապրանքախումբ է նախատեսում արտահանել Եվրամիություն եւ արդյոք նաեւ հաշվարկվել են այն ռիսկերը կապված այդ ժամանակահատվածի հետ կապված, որը քանի որ բավականին երկար ճանապարհ է սպասվելու մեր ապրանքներին եւ նաեւ ինչ ռիսկեր են ընդհանրապես այստեղ նախատեսել եւ արդյոք գնահատական եղել է, կարող ենք մենք հաղթահարել այդ ռիսկերը։ Գիտեք, ձեր հարցի մեջ մի քանի անգամ եթե կար, եթե Յարոսլավ Հաշեկի հայտնի հերոսը ասում է, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Այսինքն մենք ասում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները օգտագործել եւ մեր ներգրավվածությունը օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Ինչ վերաբերում է արտահանմանը եւ ներմուծմանը, այս դեպքում էլ մենք դիվերսիֆիկացնում ենք եւ դա նոր չի սկսել։ Եվ տարբեր ուղղություններով, եթե դուք տեսնեք մեր վիճակագրությանը հետևեք, կտեսնեք, որ մեր արտահանումները տարբեր ուղղություններով ընդհանուր կրկնապատկվել է եւ նաեւ ես շատ ուրախ եմ, որ Ախալքալակ-Կարս երկաթուղին է բացվել Հայաստանի արտահանումների համար եւ նաեւ առաջիկայում բիզնես պատվիրակություններ են գնալու հանդիպելու այդ երկաթգծի երկայնքով հնարավոր շուկաները ուսումնասիրելու, մենք արդեն միջազգային գործընկերներից ունենք այդ հրավերները, բացի այդ մենք ընդ որում Եվրասիական տնտեսական միության պոտենցիալը ամբողջությամբ օգտագործված չի, որովհետև եթե դուք տեսնեք Հայաստանի եւ Ղազախստանի առևտրաշրջանառությունը, սա շատ սահմանափակ է, եւ ի վերջո երկաթուղու բացմամբ Ադրբեջանի միջով Հայաստանի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղըզստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ է ձևավորվել։ Ուզում եմ հիշեցնեմ, որ երկաթուղին ըստ էության առաջին անգամ բացվեց, երբ որ մենք նաեւ Ղազախստանից հացահատիկ ներմուծելու գործարք կնքեցինք, իհարկե ռուսական հացահատիկը հանգամանքների բերումով ավելի շուտ եկավ, բայց նկատի ունեմ ԵԱՏՄ-ում մենք պոտենցիալ ենք տեսնում եւ ելի ասում եմ մենք առանց նյարդի գործընկերային հանդարտ աշխատելու ենք եւ բոլոր հարցերը լուծենք։ Ես ձեզ կարող եմ մի բան ասել, որ Հայաստանի զարգացող տնտեսությանը ես որևէ սպառնալիք չեմ տեսնում, ընդհակառակը հիմա Հայաստանի տնտեսության համար բացվում են անծայրածիր հնարավորություններ։ Այդ հնարավորությունների անկյունակարը եւ առածքը TRIP նախագիծն է, եթե դուք այսօր առավոտյան տեսել եք նախագահ Թրամփի գրառումը, դուք նկատած կլինեիք, որ արևելք-արևմուտք էներգակիրների տարանցման ճանապարհին TRIP նախագիծը գոնե Միացյալ Նահանգների տեսլականով եւ տրամաբանությամբ ունի առանցքային նշանակություն։ Իսկ Միացյալ Նահանգները էներգակիրների ամենամեծ սպառողներից է աշխարհում եւ միայն այդ տրանզիտի հնարավորությունները լիուլի բավարար են Հայաստանի բոլոր կարիքները հոգալու համար։ Էլ չեմ ասում, մենք համագործակցություն ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների եւ խնդիրների այս ընթացքում վստահաբար ասում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր փոխվստահությունը խորացել է, որովհետեւ մենք մեր պայմանավորվածություններին եւ մեր պատկերացումներին համապատասխան ենք գործել, միևնույն ժամանակ կարողանալով ի վիճակի լինելով պահպանել վստահելի հարաբերություններ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Դա տեղի ունենում մի բանի շնորհիվ։ Մենք խաղեր չենք խաղում մեր գործընկերների հետ եւ ուղիղ անկեղծ մեր դիրքորոշումներ ներկայացնում ենք եւ շնորհակալ ենք նաեւ նրանց, որ ըմբռնումով են վերաբերվում մեր առանձնահատկություններին եւ սոցիալ-հոգեբանական եւ մենթալիտետային առանձնահատկություններին եւ պատմական առանձնահատկություններին։